Պարոն Դանիելյան, Սյունիքը մշտապես ուշադրության կենտրոնում է վերջին օրերին հատկապես, երբ որ ադրբեջանական կողմը կրակում է Խոսնավար, Խնածախ բնակավայրերի ուղղությամբ, դուք վերջին օրերին նույնպես Սյունիքում էիք, այցելում էիք այդ բնակավայրերը, ընդհանուր առմամբ իրավիճակը ինչպես էր այնտեղ։ Իրավիճակը դժվար է բնութագրել, իրականում գյուղի բնակիչների մոտ բնականաբար անհանգստություն կա, բայց տագնապ, խուճապ չկա, գյուղից բնակիչների տեղափոխություն չկա, մարդիկ բնականon իրենց աշխատանքով են զբաղված, իրենց առօրյա հարցերով են զբաղված եւ այդ ուղղությամբ մեր գյուղի բնակիչները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղված եւ ցերեկային ժամերին ես մի քանի օր մնացի այնտեղ Խնածախ, Խոսնավար եւ տեղ համայնքներում, գյուղերում այնտեղ ցերեկային ժամերին գրեթե գյուղում մարդիկ չկային, բոլորը դաշտերում, այգիներում իրենց աշխատանքն էին կատարում։ Ձեր այցելության ժամանակ կրակոցներ կային, դրանք ինչ-որ կոնկրետ ուղղություններ ունեին։ Այո, ես գյուղում այնպիսի տան եմ մնացել, որ ամենամոտիկն էր ադրբեջանական դիրքերին եւ այո, գիշերվա ժամերին կրակոցների ձայներ լսվում էին, բայց իմ լինելու ընթացքում այդ մի քանի օրին թիրախավորված որևիցե քաղաքացիական շինություն չվնասվեց։ Այսինքն կային ձայներ, բայց դրանք Հայաստանի տարածքի ուղղությամբ չէին ենթադրվում։ Ընդհանուր առմամբ գիշերը ոնց է անցնում, նշում եք, որ բնակիչները անհանգիստ են, բայց տագնապ չկա, իրենք ոնց են տրամադրված, թեկուզ հենց գիշերային ժամերին, երբ որ տանն են։ Ես ասեմ, բնակիչների մոտ ինչ-որ խուճապային տրամադրություն չկա, բայց գիշերային ժամերին հիմնականում ձգտում են առասարակ գյուղերում գիշերային ժամերին пассив է, բայց բնակիչներն գիշերային ժամերին ձգտում են հիմնականում տանը անցկացնել եւ ավելորդ ինչ-որ շարժեր չանել, այնուամենայնիվ հակառակորդի ուղիղ նշանառության տակ են գյուղերը եւ այդ զգուշավորությունը, քանի դեռ սահմանազատված սահմանագծված չի, քանի դեռ սահմանապահ զորքերը չեն կանգնած, այս զգուշավորությունը ըստ էության անհրաժեշտ է։ Կրակոցները ինչ նպատակ ունեն, հենց դա է նպատակը, որ բնակիչներին պահեն այդպես անհանգիստ մթնոլորտում, թե ինչի համար է արվում։ Դե ենթադրում եմ, որ տրամաբանականը միակ տրամաբանական մոտեցումը կրակոցների վերաբերյալ դա, որ վախեցնեն գյուղի բնակիչներին, այլապես ուղղակի գիշերային ժամերին կրակոցների ձայներ լսելը չեմ պատկերացնում, այլ ինչ նպատակ ունի, կամ գուցե փորձում են այնպես անել, որ հայկական կողմը նույնպես կրակոց արձակի եւ սկսեն արդեն էսկալացիոն process-ները։ Դուք ոնց եք գնահատում, երբ պետք է այդ գործողությունները սկսվեն, սահմանազատումը կամ ինչպես պետք է այդ հարցը կարգավորվի, Սյունիքում։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության ցանկացած հատվածում, որտեղ սահմանազատում, սահմանագծում տեղի ունենա, դա իմ համար շատ կարևոր է, բայց ես որպես սյունեցի եւ Սյունիքը ներկայացնող падգամավոր շատ կարևորում եմ, որ Սյունիքում նամանավանդ կոնկրետ հատվածներ կան, որտեղ ժամկետային զինծառայողներն են երկու կողմերում էլ կանգնած, կանոնավոր բանակն է կանգնած, ոչ թե սահմանապահ զորքեր, այդ հատվածներում սահմանազատում, սահմանագծում իրականացնելը ավելի առաջնահերթ է։ Այնտեղ, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած, հիմնականում դեպքեր չեն լինում եւ գյուղի բնակիչների մոտ էլ անհանգստությունը շատ ավելի ցածր տոկոս է կազմում։ Դուք ընդհանուր առմամբ եղել եք 3 բնակավայրում, ինչպես նաև տեղում, բնակիչները ձեզ հետ զրույցում ինչ հարցեր էին բարձրաձայնում, իրենք ինչ են մտածում այդ ուղղությամբ, սահմանազատման կամ կրակոցների մասով։ Գիտեք, բնակիչներն էլ շատ ըմբռնումով են մոտենում այսօրվա իրավիճակը, շատ լավ հասկանում են, որ այսպիսի աշխարհաքաղաքական արագ փոփոխությունների ընթացքում շատ զգուշավոր պետք է լինի կառավարությունն իր գործողություններում եւ որևիցե բնակիչ ինձ չասեց, որ ինչի հայկական կողմը պատասխան կրակ չի արձակում, բոլորի նշած խնդիրներն ու առաջարկները հետեւյալն է, որ օր առաջ արվի սահմանազատում եւ սահմանագծվում, հնարավորինս շուտ կնքվի խաղաղության պայմանագիրը եւ բարձրացած հարցերի մի մասն էլ առօրյա կենցաղային գյուղի վերաբերվող հարցեր էին, չնայած այն ուղղություններով, որտեղ ես եղել եմ, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում եւ պետական միջոցներով եւ պետություն համայնք սուբսիդավորմամբ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ելի խնդիրներ կան, ելի հարցեր են բարձրացրել եւ այդ հարցերը արձանագրել եմ եւ այստեղ մեր կառավարության գործընկերներին անպայման ներկայացնել եմ եւ հետեւողական լինեմ, որ այդ հարցերը կարգավորվեն։ Այսինքն ընդհանուր առմամբ ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող հարցերը, որ Սյունիքում իրավիճակը լարված է, անհանգիստ, վախի լուրջ մթնոլորտ է, դուք դա ձեր այցելության ժամանակ չեք նկատել։ Ոչ, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա, որոշակի անհանգստություն կա, նշում եմ այդ բառը կոնկրետ բնութագրում է իրավիճակը, որոշակի անհանգստություն կա
եւ այդպիսի համացանցային սխալ ինֆորմացիաները ազդում են նաեւ այլ սահմանամերձ գյուղերում բնակվող բնակիչների տրամադրությունների վրա։ Տեսեք, Խնածախում, Խոզնավարում, Տեղ համայնքում, այդ ուղղությամբ մնացած գյուղերում ապրող բնակիչները գիտեն իրենց շուրջ ինչա տեղի ունենում եւ իրենք խոճապ չունեն եւ իրենց մոտ որոշակի անհանգստություն է, բայց երբ այլ գյուղերի բնակիչներ, ովքեր իրավիճակին չեն տիրապետում, համացանցային մամուլով տեսնում են, որ խոճապ է տարածվում, տարածվում է իբրև Սյունիքում իրավիճակը շատ լարված, այդ մարդկանց մոտ ավելի շատ անհանգստություն է առաջանում իրականում, քան տեղում ապրող մարդկանց մոտ եւ պետք չէ իրականությունից ավել լարվածություն առաջացնել։ Առանց այս բանին մեր գյուղի բնակիչները ամենօրյա չնայելով այդ կրակոցների ձայները, ամենօրյա իրենց չարչարանքով, իրենց աշխատանքն իրենց հացն են արարում, պետք չէ նմանատիպ գործողություններով եւ կեղծ լուրերով փորձել ավելի լարել իրավիճակը։ Ոնց է արձագանքում նաև տարհանման մասին, խոսակցություններին, որը հաճախ ասում են բնակիչները դուրս են գալիս սահմանապահ վայրերից։ Գիտեք, չի կարելի նմանատիպ ապատեղեկատվություն տարածել։ Ընդհանրապես աշխարհում շատ տարածված տենդենց կա, որ փոքր գյուղերից մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք, տեղափոխվում են ավելի մեծ քաղաքներ։ Նմանատիպ գործընթաց միշտ եղել է, բայց այս կրակոցների արդյունքում վերագրել թե գյուղի բնակիչները մասսայական դուրս են գալի, գյուղերը դադարեցվում են, ես իմ աչքով գնացել տեսել եմ եւ անց եմ կացել մի քանի օր այնտեղ, նմանատիպ բան ուղղակի չկա։ Սյունիքի հանդեպ այս մեծ ուշադրությունը, բնակիչների վրա ոնց է ազդում, իրենք ոնց են վերաբերվում այդ հայտարարություններին, որ իրենց փոխարեն, այսպես ասած, Երևանից են խոսում։ Դե ես որ բնակիչները չփվում էին, ինձ էլ էին ասում են ինչեք թողում այդքան կեղծ լուրեր տարածեն, չի կարելի, զանգում են ստեի բնակիչներին, ձայնը փոխած հատուկ տեխնոլոգիաներով ձայնը փոխած հարցազրույցներ են կազմակերպում, անանուն, մեր գյուղում տենց խոճապ չկա, տենց խնդիր չկա, անգամ գյուղի բնակիչները Խոզնավարը ինձ ասում էին, որ գյուղի մոտակայքում բնակիչների նախաձեռնությամբ, եթե չեմ սխալվում, ինչ-որ մի քանի խրամատատիպ կառույցներ են կառուցվել, ասում են խնդրում ենք աջակցեք քանդենք, որովհետև մեր գյուղը այդ կառույցների կարիքը չունի եւ բարեկամները Երևանից գալիս են, թվում է թե գյուղ մտնելը արդեն վտանգավոր է եւ իրենց խոստացա, որ այդ հարցով անպայման կզբաղվեմ։ Հետեւաբար գյուղի բնակիչներն էլ դուր չի գալիս։ Ես շատ կուզեմ, որ ընդհանրապես մեր բոլոր լրատվականները, այդ թվում ընդդիմադիր, գնան եւ մնան այդ գյուղերում եւ շփվեն մարդկանց հետ եւ տեսնեն մարդիկ ինչպես են մեծ չարչարանքով, դժվարությամբ իրենց հացը ստեղծում եւ դրանից հետո մի հատ էլ Երևանյան լրատվականներից լսել նմանատիպ ապատեղեկատվություն ուղղակի անհարգանք է գյուղի բնակիչների ուղղությամբ։ Այդ մեծ ուշադրությունը կեղծ ապատեղեկատվությունները, ասես ինչ նպատակով են արվում, որ փորձեն բնակիչներին լարել, այսպես ադրբեջանական կրակոցներին զուգահեռ այնտեղ ստեղծեն նաև այլ լարվածություն։ Նաև փորձում են այդպիսի հայտարարություններով ցույց տալ, իբրև Հայաստանում իշխանությունը տեղում չի, իշխանությունը թերանում է, իշխանությունը չկարում ապահովել անվտանգություն եւ բնակիչները դժգոհություններ ունեն եւ դա չի ազդում Խնածախ եւ Խոզնավարի բնակիչների վրա, դա ազդում է այլ գյուղերի, այլ քաղաքների բնակիչների վրա, ովքեր այնտեղ չեն, տեղում չեն եւ հնարավոր է հավատան այդ տեղեկատվություններին։ Իհարկե, ես չեմ ասում այնտեղ ամեն ինչ շատ լավ է, ոչ, անհանգստություն կա, գիշերվա ժամերին կրակոցների ձայներ կա, դեպքեր են եղել, որ քաղաքացիական շինություններ են գուցե թիրախավորված, գուցե ուղղակի բամփուշտը դիպչել է, բայց արձանագրվել է այդ դեպքերը, բայց ասել խոճապ կամ գյուղից մարդիկ փախչում են, դուրս են գալի, նմանատիպ բան չկա եւ ավելորդ եմ համարում ընդհանրապես մեր օրերում անվտանգության առումով, անվտանգության վերաբերյալ հարցերում ապատեղեկատվություն տարածել։ Անվտանգությունը այն համակարգն է, որի շուրջ պետք է բոլորս համախմբված լինենք, այդտեղ պետք է անդիմություն, իշխանություն պարզապես չլինի։ Ինչ է անում կառավարությունը Սյունիքում եւ ինչպես է ապահովելու անվտանգությունը կամ ինչպես է ապահովում անվտանգությունը։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը եւ Պաշտպանության նախարարության հետ համատեղ շատ մեծ ծավալի աշխատանքներ են կատարում։ Ցավոք սրտի շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց այդ ամեն ինչը տեսնում է նույն Խնածախցին, տեսնում են նույն Խոզնավարցին, տեսնում են Սյունիքի մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչները եւ ես վերջին շրջանում երբ այցելում եմ գյուղը, տեսնում եմ որ գյուղի բնակիչները գնահատում են այն աշխատանքները, ինչ անում է կառավարությունը անվտանգության համակարգի ամրացման համար։ Պարզապես փակագծեր չեմ կարող բացել։ Պարոն Դանիելյան, ընդհանուր առմամբ նորից լինելու են այցեր կամ այս այցերի ընթացքում կիսատ որևէ բան մնացել է, որ բնակիչներն օրինակ ձեզ խնդրել են կարգավորել։
Ես ընդհանրապես ամսվա կեսը անց եմ կացնում Սյունիքում եւ մեծ մասը գյուղերում եւ հատկապես սահմանամերձ գյուղերում, հաշվի առնելով, որ սահմանամերձ գյուղերում որոշակի դժվարություններ կա՝ ի տարբերություն հիմնականում ոչ սահմանամերձ գյուղերին, հաճախ եմ այցելում եւ բնականաբար նույն տեմպով շարունակելու եմ իմ աշխատանքը։ Կիսատ բաներ չկան, ավելի շատ այն ինչ հարցերով, որ դիմել են գյուղի բնակիչները, պետք է այստեղ ազգային ժողովից գրություններով, կապվելով կառավարության անդամներ փորձեր կարգավորել եւ նորից այցելել եւ այդ գյուղեր եւ մնացած բոլոր գյուղեր։ Իրականում, երբ հաճախ այցելում եմ գյուղեր, գյուղի բնակիչները ասում են, մենակ ուշադրություն արդեն մեր համար շատ մեծ բան է արժե, որ եկել եք մեր գյուղում եք անցկացնում, մեր տանը գիշերում։ Դա գյուղի բնակիչների համար շատ կարեւոր է, որովհետեւ առաջին տեղից, ամենաքաղաքական մարմինից լսում են քաղաքական process-ներին վերաբերող ճիշտ տեղեկատվություն, լսում են նաև կարծիքը իրենց կողմից ընտրված падգամավորի, որը շատ կարևորում եմ, հենց այդպեսին պետք է լինի շփումը քաղաքական գործ չի, ազգային ժողովի падգամավորի եւ քաղաքացու, դրանից ավելի սերտ շփում չեմ պատկերացնում։ Այսինքն Սյունիքը եւ սյունեցին, այսպես ասած, միայնակ չեն։ Իհարկե միայնակ չեն, Սյունիքը եւ Սյունեցին երբեք միայնակ չեն եղել եւ Սյունիքը եւ Սյունեցին ոչ այսօր, ոչ էլ վաղը միայնակ չեն լինելու եւ սյունեցիներս ինչ կան մենք հույսներս դնում ենք մեր վրա, այդքան էլ դնում ենք մեր բոլոր այլ մարզերի, եղբայրների եւ քույրերի վրա։